Մորտիսը մարդասպան է։ Նրա ամենամեծ ուժը այն է, որ կարող է ամբողջ թշնամու թիմը միայնակ վերացնել։ Բայց նրան խաղի ամենահայտնի ամենաշատ խաղացող բրոուլերներից մեկը դարձնողը։ Այն է, որ նա միակն է, ով կարող է Brawl Ball-ում այսպիսի գոլ խփել։ Լավ, նախ առաջ նրանց համար, ովքեր չեն ճանաչում Մորտիսին, ես արագ ցույց կտամ, թե ինչպես է նա աշխատում։ Նրա հարձակումները այն են, ինչ կոչում ենք դաշեր, այսինքն նա առաջ է շարժվում հարձակվելիս։ Նրա սուպերը վնաս է հասցնում յուրաքանչյուր անգամ թշնամուն հարվածելիս վերականգնում է առողջությունը։ Եվ եթե 4-5 վայրկյան չհարձակվես, մի չափիչ կլցվի, երբ այն լիքը լինի, քո հաջորդ դաշի հեռավորությունը կկրկնապատկվի։ Մորտիսին հիմնականում խաղում են Brawl Ball-ում, գեմ գրաբում Bounty-ում։ Աստղային ուժի համար խորհուրդ եմ տալիս ընտրել Sneaky Serpent-ը։ Այն թույլ կտա շատ ավելի արագ վերականգնել քո երկար դաշը։ Գadget-ի համար ընտրի Survival Shovel-ը։ Այն օգնում է շատ ավելի արագ լիցքավորել քո հարվածները, քանի որ Մորտիսը շատ դանդաղ է լիցքավորվում, սա շատ օգտակար է։ Փոխանցումների համար վերցրեք վնասը վահանը։ Որոշ իրավիճակներում մյուսները նույնպես կարելի է օգտագործել, բայց մեծամասնության դեպքում այս երկուսն են լավագույնը։ Ահա թե ինչպես է ամբողջական հավաքածուն տեսք ունենում։ Եվ հիմա լավ, ինձ մնում է միայն սովորել, թե ինչպես նվագել նրա վրա։ Իմ կարծիքով սա ամենակարևոր մասն է։ Հենց հիմա է, որ պետք է առավելագույն ուշադրություն դարձնել։ Մորտիսին լավ խաղալու համար հետի շատ պարզ կանոնի։ Միշտ օգտագործիր քո սուպերը մի քանի թշնամիների վրա։ Սրա համար երկու պատճառ կա։ Առաջինը այն է, որ քանի որ Մորտիսը հարձակվում է մոտիկից, նա անխուսափելիորեն վնաս է ստանալու։ Ուստի քեզ բուժելը շատ կարևոր է։ Եվ հիշեցնեմ, որ որքան շատ թշնամու հարվածես, այնքան ավելի շատ ես բուժվում։ Երկրորդ պատճառը այն է, որ որքան շատ թշնամու հարվածես քո սուպերով, այնքան ավելի արագ այն կվերալիցքավորվի։ Մինչ այժմ ես չէի ուզում քեզ շատ ինֆորմացիա տալ, որ պետք է հիշես, բայց այն, ինչ հիմա պատրաստվում եմ ասել, ցավոք անհրաժեշտ է։ Երբ խաղը սկսվում է, պետք է 5 թշնամու հարվածես, որպեսզի բացես քո առաջին սուպերը։ Սա պարտադիր չէ սովորել, բայց միշտ լավ է իմանալ։ Երբ սուպերդ օգտագործում ես միայն մեկ մարդու վրա, այն կրկին բացելու համար պետք է 4 թշնամու հարվածես։ Եթե այն օգտագործես 2 թշնամու վրա, ապա քեզ պետք կլինի ընդամենը 2 հարված, իսկ 3 թշնամու դեպքում ընդամենը 1 հարված։ Կա մի փոքրիկ հնարք, որ ավելի արագ լիցքավորես այն, քանի որ Մորտիսը տարածքային հարված ունի։ Նա կարող է մի հարվածով մի քանի թշնամու հարվածել։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, կարող եք սուպերդ մի քանի անգամ լիցքավորել։ Խնդիրը, որին հաճախ կբախվեք, այն է, որ սուպերդ մի քանի մարդու վրա օգտագործելու համար նրանք պետք է գծված լինեն։ Եվ ինչպես կարող եք ենթադրել, նրանք միշտ գծված չեն լինելու, բայց ինչպես ասում են, յուրաքանչյուր խնդրի համար կա լուծում։ Իսկ այս խնդրի լուծումը ձեր դաշերն է։ Պարզապես պետք է օգտագործեք ձեր դաշը, որպեսզի ճիշտ անկյան տակ տեղակայվեք, որտեղ թշնամիները գծված են։ Իհարկե, սա պարզապես ընկերական խաղ է, բայց հիմա ես ձեզ ցույց կտամ իրական խաղի գործողություններ, որպեսզի ավելի լավ հասկանաք։ Այս իրավիճակում դուք դեռ չեք տեսնում, բայց թփերի մեջ 2 թշնամի կար, ուստի ես որոշեցի դաշ անել Ֆրենքի վրա։ Եվ հիմա, ինչպես տեսնում եք, ունեմ իդեալական անկյուն իմ սուպերի համար։ Փորձեցի 3-ին էլ հարվածել, բայց հարվածեցի միայն 2 թշնամու, ինչը անկեղծ ասած նույնպես շատ լավ է։ Այսպիսով, եթե ավելի վաղ ուշադրություն եք դարձնում, ես պետք է 2 հարված օգտագործեմ, որպեսզի նորից ստանամ իմ սուպերը։ Ինչպես սպասվում էր, ես արեցի իմ 2 հարվածները, նորից ստացա սուպերս այս անգամ կարողացա։ 3-ին էլ հարվածել։ Այս անգամ ինձ պետք է միայն 1 հարված։ Կատարում եմ հարվածս կրկին կարողանում եմ։ 3-ին էլ հարվածել։ Եվ շնորհիվ այն 3 սուպերի, որոնք օգտագործեցի, նրանք արդեն առողջություն չունեն, այնպես որ պետք է ավարտեմ սպանությունները։ Այս իրավիճակում չունեմ իմ սուպերը, բայց 1 հարված է մնացել ստանալու համար։ Այսպիսով ես բացեցի իմ սուպերը օգտագործեցի այն 2 մարդու վրա։ Սովորաբար, ինձ պետք է 2 դաշք, որպեսզի նորից ստանամ այն, բայց ինչպես ավելի վաղ նշեցի, եթե 1 դաշկով 2 թշնամու հարվածեք, ձեզ սուպերը կլիցքավորվի 2 անգամ։ Հենց դա էլ արեցի այստեղ։ Ես նորից օգտագործեցի իմ սուպերը 2 մարդու վրա։ Ես դաշկ օգտագործեցի Միզին սպանելու համար։ Եվ հիմա մենք հանդիպելու ենք շատ հատուկ իրավիճակի, որտեղ ես իմ սուպերը կօգտագործեմ միայն 1 մարդու վրա, որովհետև եթե Spike-ը մահանա, դա մեզ երաշխավորում է գոլ։ Այս դեպքում դա արժե անել։ Հիմա Երբ արդեն ավելի կամ պակաս գիտեք Մորտիսի կոմբոները, ցավոք, վատ լուր ունեմ։ Չեք կարող պարզապես հարձակվել ցանկացածի վրա։ Brawl Stars-ում կան այնպիսի բաներ, որոնք մենք անվանում ենք մեջափեր, այսինքն կան բրոուլերներ, որոնք հակադարձում են մյուսներին։ Օրինակ, եթե փորձեմ հարձակվել Շելիի վրա, ով սուպեր ունի, դա լավ չի ավարտվի։ Սա վերաբերում է Նանանին կամ Գեյլին։
Կարճ ասած, մեջափերի մասին շատ բան կա իմանալու։ Դրանք դες մեկ առ մեկ բացատրելը շատ ժամանակ կպահանջի, բայց ես կփորձեմ հնարավորինս པարզ ամփոփում տալ։ Այն բրոուլերների մեջ, որոնցից պետք է խուսափել, առաջին հերթին նրանք են, ովքեր շատ կարճ ժամանակում հսկայական վնաս են հասցնում, օրինակ բուլը, ջելլին կամ գրիա, իր սուբերով։ Այս տեսակի բրոուլերների խնդիրը այն է, որ նրանք կարող են սպանել ձեզ, մինչ դուք նույնիսկ հնարավորություն ունենաք բուժվելու։ Եթե ընտրության հնարավորություն ունեք, փորձեք խուսափել նրանցից։ Կան նա բրոուլերներ, որոնք հանգարում են հարձակվել, հավատացեք, դուք չեք ցանկանա նրանց դեմ խաղալ։ Վերջում մոտիկ մարտի մեջ նրանց հետ, երբ այլս չեք կարող հարձակվել, ուղղակի ուզում եք լաց գալ։ Այդպիսիներից անպայման խուսափեք։ Հաջորդը, որոնք մի փոքր պակաս են անհանգստացնում, բայց մինույն են նյարդայնացնող են, այն բրոուլերներն են, որոնք կարող են հետ մղել կամ կաթվածահար անել ձեզ։ Ամփոփելով, եթե նրանք մենակ են, մեկի դեմ մեկ, կարող եք հարձակվել նրանց վրա, բայց եթե մոտ են իրենց դիմակցին կամ մեկին, զգույշ եղեք, որովհետեւ կարող են միասին հարձակվել ձեզ վրա, սպանել, մինչ դուք նույնիսկ հնարավորություն կունենաք բուժվելու։ Վերջում կան բոլոր այն բրոուլերները, որոնք շատ շարժուն են կամ հեշտ փախչում են։ Նրանց դեպքում էլ նույնն է, պարտադիր չէ, որ հակադարձեն, բայց խանգարում են, որ սուպերը մի քանի մարդու վրա օգտագործե։ Այսպես դա իդեալական տարբերակ չէ։ Սա լսելով հավանաբար մտածում եք, էլ ինչ է մնում, բայց մի անհանգստացեք։ Հիմա կխոսենք այն բրոուլերների մասին, որոնց կարող եք հակադարձել։ Առաջին հերթին կան նետողները։ Շատ հաճախ նրանք թույլ են մոտիկ մարտում։ Դուք հեշտությամբ կարող եք մոտենալ նրանց, այնպես որ մի հապավեք ամբողջ խաղի ընթացքում հարձակվել նրանց վրա, եթե պետք է։ Հետո կան բրոուլերներ, որոնք շատ վնաս չեն հասցնում, այդպիսիք շատ են։ Այսպիսով նրանց դեպքում էլ նույնն է։ Նրանք ձեր համար հիմնական թիրախներ են։ Կան նա բրոուլերներ, որոնք քիչ կյանք ունեն։ Դուք կարող եք նրանց դուրս բերել 2 կամ 3 հարվածով։ Եվ վերջապես կան այնպիսիք, ովքեր հարձակման միջ ուշացում ունեն կամ կրակում են պայթյուններով։ Դե այդ դեպքերում մի փոքր ավելի բարդ է, որովհետեւ կարող եք հարձակվել նրանց վրա, միաժամանակ խուսափել նրանց կրակոցներից, բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Դեռ մի քիչ փորձ է պետք։ Մի անհանգստացեք, այս ամենը սովորելը բնականաբար կգա, երբ ավելի շատ խաղաք, եթե նոր եկեք։ Մի անհանգստացեք, եթե առաջին խաղում շարունակ մահանում եք։ Դա նորմալ է, բոլորը անցել են այդ ճանապարհով, չպետք է հիասթափվեք։ Այսպիսով մենք տեսանք, որ չես կարող ցանկացածին հարձակվել։ Մորտիսի դեպքում կա երկու կարևոր բան՝ ուշադրություն դարձնել թշնամու առողջության փամփուշտներին։ Այս երկու չափանիշներից կախված կան մարտիկներ, որոնք սովորաբար հակադարձում են քեզ, բայց գուցե այդքան էլ ուժեղ չհակադարձեն։ Օրինակ, Ջեքին։ Ինչպես տեսնում եք, մենամարտում ես գրեթե հնարավորություն չունեմ, բայց Brawl Stars-ը միայն մենամարտերի մասին չէ։ Դե, կարծես թե փրկվեցի, բայց մի նույն է։ Հիմա այնքան էլ վստահ չեմ։ Ինչ է, հնարավոր է, որ քո թիմակիցներից մեկը կարողանա Ջեքի առողջությունը նվազեցնել։ Այդ դեպքում արդեն դու ես հաղթում, ոչ թե նա։ Սա վերաբերում էր առողջության միավորներին, ինչը բավականին հեշտ է նկատել, բայց ինչպես արդեն նշեցի, սա վերաբերում է նա փամփուշտներին։ Վերադառնալով Ջեքի օրինակին, եթե Ջեքին այլս փամփուշտ չունի, նա չի կարող քեզ վնասել, ուստի դու ավտոմատ կերպով հաղթում ես։ Բայց դա իմանալու համար պետք է կարողանաս հաշվել դրանք, պետք է խոստովանեմ, որ եթե նոր ես սկսում, դա այնքան էլ հեշտ չէ։ Փորձիր հիշել, որ այն մարտիկը, ով սովորաբար հակադարձում է քեզ, եթե նա այլս փամփուշտ կամ առողջություն չունի, այլս չի կարող հակադարձել քեզ։ Այսպես դա արդեն քեզնից է կախված, համբերատար լինել, սпасել հնարավորություններին։ Հիմա խոսելու ենք այն ամենի մասին, ինչ կարող ես անել գնդակով Brawl Ball-ում։ Այս մասի համար ես տղանելու եմ 2 քայլով։ Սկզբում ցույց կտամ այն ամենը, ինչ հնարավոր է անել մորտիսով, իսկ հետո կներկայացնեմ որոշ իրավիճակներ, որտեղ կդադարեցնեմ, որպեսզի փորձես ինքդ հասկանալ ինչ անել։ Ամենապարզ բանը պարզապես գնդակը նետելն է միաժամանակ առաջ հոյանալը։ Պարզապես պետք է 2 անգամ սեղմես նույն տեղում, դա առանց մեծ դժվարության կստացվի։ Պետք է իմանաս, որ կա նա տարբերակ։ Կարող ես դա անել պատի մոտ, բայց ես խորհուրդ չեմ տալիս։ Անկեղծ ասած, դա շատ օգտակար չէ։ Հաջորդը կա մի հատված քո սուպերի հետ կապված։ Դրա համար կա 3 տարբերակ։ Բոլոր 3-ի համար քեզ պետք է սուպերը։ Երկար խոյացումը անկախ ամեն ինչից։ Առաջինը պարզապես գնդակը նետելն է այն հետ վերցնելը։ Պետք է իմանաս, որ սա անելու համար անպայման պետք է լավ ինտերնետ կապ, այնպես որ եթե հաճախ բակեր կամ ուշացումներ ես ունենում, դա շատ դժվար է լինելու։ Երկրորդը նույնն է, բայց դա անում ես պատի մոտ։ Իսկ վերջինը գնդակը նետելն է, բայց միանգամից չխոյանալը, որպեսզի կարողանաս օգտագործել բոլոր խոյացումները շատ հեռու գնալ։ Չեմ կարող ճշգրիտ ասել, թե որ տարբերակը պետք է օգտագործել։ Պարզապես պետք է խաղալու ընթացքում զարգացնես խաղի զգացողություն։ Դա մի քիչ դժվար է բացատրել, բայց որքան շատ խաղաս, այնքան հեշտությամբ կկարողանաս հիանալի գոլեր խփել։ Ինչպես ասացի, հիմա ձեզ ցույց կտամ իրական խաղերից մի քանի դրվագ, որտեղ կկանգնեցնեմ գործողությունը։ Միգուցե փորձելով հասկանալ, թե ինչ կարող էի անել, քեզ կօգնի նույն անել իրական խաղերում։ Եվ այսպես, սկսենք։